Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործարար ալիքի եթերում ՊՄԶ ասոցիացիայի հարկեր, դուրքեր, կրքեր հեղինակային հաղորդումն է, ես ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն եմ, այսօր մեր հյուրն է պարոն Արմեն Մարտիրոսյանը, ով Անտարես ընկերության տնօրենն է եւ Արդյունաբերողների միության փոխնախագահ։ Ողջույն պարոն Մարտիրոսյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք։ Քանի որ չգիտեմ ձեր հարցերը, ապա եկեք ես էստեղ որպես Արմեն Մարտիրոսյանն եմ, Անտարեսի ղեկավար, որովհետև հասկացա։ Բայց կարող է իմ կարծիքը չհամընկնի իմ գործընկերների կարծիքին։ Համաձայն եմ, բայց որպես Արմեն Մարտիրոսյան եւ բիզնես, ոչ միայն բիզնես վարող, այլ նաեւ բիզնես շահերի համար անընդհատ պայքարող, մենք իրար հենց այդ ձևաչափով ենք հանդիպել ու սկսել գործընկերային հարաբերություններ, եթե չեմ սխալվում 2012-13 թվականին էլի այտենց կարծեմ առևտրի պալատից էիք ներկայացված եւ այլն։ Այսինքն կարող ենք հենց այդտեղից սկսենք, որ սա բիզնես մշակույթի մի կտոր է նաեւ, որ բիզնեսը զուտ չպետք է զբաղվի միայն իր բիզնեսով, այլ նաեւ փորձի այդ բիզնես միջավայրի վրա ազդեցություն ունենա։ Դուք ունեք ավելի երկար փորձ, ասենք միություններում ակտիվ ներգրաված եք լինում կամ առանց ներգրավվածության էլ ձեր կարողանում եք ձեր անկախ կարծիքը ասել ու նաեւ ոլորտի համար խոսել։ Այդ մշակույթի կտորը թե չէ բիզնեսի ու մեր մոտ պակասում է այդ կտորը թե չէ մեր երկրում։ Ես կարծում եմ երևի ցանկացած պրոֆեսիոնալի բնագավառում է, որ դու բացի վարպետ լինելուց պետք է ունենաս նաև քաղաքացիական դիրքորոշում, որ քանի դեռ քո հանրության այդ քաղաքացիական մակարդակը, քանի դեռ այդ հանրային պայմանագիրը այն ձևով որ դու երազում ես չկա, չի գործում, քանի դեռ ինստիտուտներ չկան, դա մնում է հենց այդ ակտիվ մարդկանց ուսերին, որոնց մի մասը գործարարներն են իհարկե, ակտիվ մարդիկ, եւ ես կարծում եմ նրանք պետք է այդ իրենց դիրքորոշումը ասոցիացիաների միջոցով կարողանան տեղ հասցնել։ Պարտադիր չի, որ բիզնեսը իր տեսանկյունը քաղաքացիական դիրքորոշում ասի, կամ չգիտեմ ոնց պիտի կառուցված լինի իր պետությունը, բայց ասոցիացիաները հենց դրա համար են, որ տեղ հասցնել, որ իշխանությունները Պարոն Մարտիրոսյան, հիմա ասում եք, քանի դեռ կայացված չի, կարող եմ համարել, որ դուք եք այդ կարծիքին, որ դեռ մենք խնդիր ունենք այդ բիզնես միությունների կայացվածության, էլի, այսինքն գնահատական է, որ տանք տենց։ Շատ միություններ դրանք մի մարդու միություններ են, անկախ նրանում, թե քանի մարդ է անդամ կամ չանդամ, եւ շատ գործարարներ դրանից բողոքում են։ Շատ լավ օրինակ է, դրական օրինակ է Մանթաշյան ակումբը, բայց նա էլ ակումբային ասոցիացիա չի, բայց շատ լավ գործունեություն է տանում, շատ ողջունում եմ։ Այն ինչ որ երկրների հետ եվրոպական բիզնես կառույց, հայ-գերմանական, հայ-իտալական եւ այլն իրանք էլ են ինչ որ բան անում, Ամչամը, մեր միությունը իհարկե։ Բայց ես կարծում եմ, որ լիքը աշխատանք կա այստեղ տանելու, որ իրական ձայնը տեղ հասնի ու դա ոչ թե լինի ոչ միայն լինի կոնկրետ ընկերության շահերի առաջ տանել կամ չգիտեմ եթե նեղացնում է իշխանությունը այդ ընկերությանը հատուկ թիրախավորում է թույլտվություն չի տալիս կամ չգիտեմ հարկային է շատ այցելում եւ այլն բայց նաեւ ընդհանուր ոլորտային մշակույթ փոխելու այդ կտորները իհարկե ես կարծում եմ միությունների ասոցիացիաների Ոստեղ կարևոր է որ միությունները չնայած մեր ՓՄԶ ասոցիացիային չհիշատակեցիք որպես կառույց երևի թե անելիք շատ ունենք բայց միությունները նաեւ կարևոր դերակատարում ունեն այն ձեր վերջի ասածը որովհետեւ տենց ակումբայինները որ նայում ենք շատ դեպքերում իրանք կարող են մի բիզնեսի ոնց որ case այսպես ասեմ հա պրոբլեմ բարձրացնեն ու տենց տանեն լոբինգ անեն ազդեն օրինակ մեր հետ չխոսեի անպայման կասեի որովհետեւ հատկապես վերջին հանդիպման իշխանությունների հետ դուք ամենամբոստն էիք ցավոք չեմ կարծում որ ձեր ըմբոստ ձայնը տեղ հասավ
Հա, մենք դրանք խոսենք այսօր, մերսի որ հիշատակեցիք, բայց եսի նկատի ունեմ, օրինակ մեր ասոցիացիայում այդ ձեր խոսքի մեջ կարևոր բան ասացիք, որ ասոցիացիաները նաև ֆիլտրի դեր են տանում, այսինքն որպեսզի իրենք չստացվի, որ ով պատվիրում է նայել, ով վճարում է պատվիրում է նաև երաժշտություն, այսինքն ինքը օրինակ մեր մոտ որ ինչ որ դեպք է գալիս, մենք տեսնում ենք դա վերաբերվում է մի շարք ՓՄԶ-ների, որ դա դարձնենք օրինակ օրենսդրական խնդիր է, կիրառության խնդիր է, այսինքն թե անհատական մի բիզնեսի շահ է սկսում դու լոբինգ անել, ապա այդտեղ նաև այդ դիմացի կողմից այդ խնդիրը ճիշտ չի ընկալվում, էլի, կամ այդ կառույցի նկատմամբ վստահությունը առնվազն պակասում է։ Այսինքն միությունները նաև այդ ֆիլտրացիայի դերն են։ Ասեմ, հենց հրատարակիչների ասոցիացիայից, որը այդ թարմը 20 տարվա վաղեմություն ունի, 96 թվականին ստեղծվել էր մեկ անձի ասոցիացիա, որ հետո 2003-ին ոնց որ մենք բոլոր հրատարակիչներով խոշոր մտանք, սկսեց աշխատել, հետո մենք մեր պասիվության նաև հետևանքով էլի դարձավ մեկ մարդու ասոցիացիա, հիմա նորից թեբուտիկունք են կանգնել, որ դա աշխատի, այսինքն շատ կարևոր է, որ այդ ակտիվ անդամները լինեն շատ, որ միությունը կայանա, երբ որ դա թողնում են մեկի ուսերին, սկսում է հոգնել, սկսում է փոփոխություն, երբ որ չի լինում, պետք է անպայման երևի թե ընտրություններ լինի պարբերաբար, օրինակ մենք առաջարկել ենք, որ 6 ամիսը մեկ անգամ փոփոխություններ լինի, որ այդքան արագ պտույտ կատարվի, տնօրենը կմնա այնպես ինչպես որ կաշխատի պայմանագրով, բայց նախագահները արագ պիտի փոխվեն, ես կարծում եմ։ Այստեղ կարևորը նաև բանը, չէ, պետություն մասնավոր երկխոսություն երբ որ ասում ենք, ես այս մասին նաև ձեր հիշատակած ֆորումին էլ ասացի կառավարության ղեկավարին, որ պետք է կարևոր դերակատարում տալ միություններին։ Հակառակ դեպքում, երբ որ մարդկանց հետ խոսում ես, ասում է, դե ես իմ ընկերոջ ընկերը վարչապետին մոտիկա Facebook-ով գրեց, իմ հարցը հանձնարարեց, լուծվեց, այսինքն եթե պետական կողմից ոնց որ երկխոսությունը չեն կարևորում հենց միությունների ու ինստիտուտների հետ, այդ ինստիտուտների կայացվածության վրա դա էլ է, չէ, ազդում, այսինքն մարդը եթե տեսնում է ուղիղ կարա իր հարցը լուծի, ասում է ինչ սա պետք է միությունը, հեսա շուշուտն որտեղ բիզնեսին էլ արագությունա պետք չէ, արագ իր հարցը լուծել եւ այլն։ Ես ձեր մտքի ընթացքը կռահելով հասկանում եմ, որ գալու ենք ի վերջո բազային ինչ խնդիրներ կա, դրա համար միանգամից սահմանում տամ։ Գերտ Հոֆստեդը հոլանդացի մեծ սոցիոլոգ կար, մահացել արդեն, ինքը իր աշակերտի հետ ստեղծեց մի համակարգ, թե ինչով են ազգերը իրարից տարբերվում, ժողովուրդները իրարից տարբերվում, մշակութային ինչ կոդեր են, ու դրանցից մեկը հեռադրությունն է իշխանությունից, ինչքան է իշխանությունը մոտ քեզ կամ հեռու, ինչքան է գործընկեր կամ սիմվոլ, ու միանգամից ասեմ, այնտեղ որտեղ սիմվոլ է, այնտեղ հնամեք շնչին ցուցանիշը ցածր է, որտեղ գործընկերը բարձր է, հետո գալիս է առնականություն, այսինքն հետևողականություն եւ նպատակասլացություն, ի հակադրություն ֆեմինինության, ադապտացիայի եւ կրեատիվության, ու էլի որտեղ այս առնականությունը բարձր աստիճան է, այնտեղ հնամեք շնչին ցուցանիշը բարձր է, հետո գալիս է անորոշություններից խուսափելու բանը, այսինքն վայ ես դուրը չբացես, չգիտեմ, քամի կլինի, պատուհանները կկոտրեն, չէ, ես մարդուն չփոխենք, ավելի կվատանա, ամբողջ համակարգը կփլվի, ընտրություններ մի անցկացրեք, ես իմում կընտրեն, կամ բանը մարդ չկա ուրիշ ընտրելու, բա ում ընտրենք, հա, եւ այլն։ Գալիս է տոլերանտությունը, թե ինչքան ես դու ազատ քո հասարակության անդամի խղճի ազատությանը, ենթադրենք ինչ որ մեկը բուդդիստ է դառնում, դա մեր ընդհանուր խայտարակությունն է, թե իր անձնական գործն է։ Հիմա այդ ձեր լավ բերած օրինակը պրոյեկտ եք մեր իրականություն։ Հա, ու էլի կան բաներ, 6-ն են ընդհանուր, բայց ամենակարևորը էս ինչից ուզում էի խոսեմ, այդ հեռադրությունն է իշխանությունից։ Առաջի հայացքից Չէ, նրանք էլ են կարևոր կետեր, բայց համաձայն եմ։ Հա, քանի որ բոլորը չեմ նշել, քանի որ Հայաստանում առաջի հայացքից
անտեղյակ նրբություններին անտեղյակ մարդ կասի, որ իշխանությունը մոտիկ է, իշխանությունը Facebook-ով խոսում է, իշխանության հետ կարաս հանդիպես եւ այլն, բայց Հայաստանում չկա որևէ կանոն, իսկ ինստիտուտը դա կանոնա կամ կանոնների համախմբություն, որևէ կանոն, որ եթե 10 գործարար նույն հարցը բարձրացնում են, ապա իրանց պետք է ինչ-որ բաժնի պետ ընդունի, եթե 50-ն են պետք է, չգիտեմ, փոխվարչապետ ընդունի, կամ նախարար ընդունի, 100-ն են փոխվարչապետ ընդունի, չգիտեմ, 200-ն են վարչապետ ընդունի։ Այ եթե սենց կանոն լիներ, թվերը իրանք ոնց զմաշար են, ապա ցանկացած գործարար կհասկանար, որ եթե ինքը ունի խնդիր, պետք է նաև 10 հոգի ունենա բարձրագույն մեխանիզմ է կառաջարկում, բայց Հայաստանը չունի սա, ու Հայաստանում լիքը հանդիպումներ լինում են Facebook-ում կապեր ստեղծելով, չգիտեմ, ինչ որ բաների ժամանակ հանդիպել ծանոթանալով, ինչ որ խնդիրներ անձնական հանդիպումների կամ չգիտեմ, ոչ անձնական, բայց փաստորեն դու անձնապես ես խոսում, հարցեր բարձրացնելու, որ հետո այդ հարցերը գնան քննարկվեն, բայց քննարկվելուց հետո էլ ոչ մի բան տեղից չի շարժվում որպես կանոն, եթե հզոր լոբինգ չկա։ Ցավոք սրտի իմ այս նոր իշխանության 7 տարվա մեջ միակ բանը տենց որ հստակ հիշում եմ, որ հետ կանգնեց, չէ, երկու բան եմ հիշում, որ հետ կանգնեց իշխանությունը, դա այն ոչ ոգելից ըմպելիքների հետ կապված турքերի սահմանումներ, որ միտինգ եղավ ու անմիջապես շաքար պարունակող անմիջապես իշխանությունը հանեց այդ օրինագիծը եւ այս ավտոբուսի վարձերի հետ կապված, որ էլի ինչ որ ըմբոստություններ եղան, պակասեցրեց բան։ Ուրիշ բան չեմ հիշում, այսինքն ինչի պիտի հասնի միտինգի, որ իշխանությունը հասկանա, որ այս խնդիրը ակտուալ է։ Այսինքն արձանագրենք, որ տեղել եք համակարծիք, որ այդ պետություն մասնավոր երկխոսություն, որ ասում ենք, երկու կողմն են։ Ընդհանրապես երկխոսություն, որ ասում ենք, դա երկու կողմի մասնակցությունն է պահանջում։ Հա, շատ լավ, մենք էլ ինստիտուտները կայացնելու խնդիր ունենք, բայց պետությունն է, պետական իշխանությունն է տանտերը այդ պահին եւ ինքը այդ ձեր ասած կանոնը պետք է սահմանի ու հետեւի ամենակարևորը։ Հենց հիմա էլի վտանգավոր օրինագծեր կան Հայաստանի հնայի անվտանգության հետ կապված, որովհետև այդ անվտանգության տակը մեր սաղի աշխատանքն ու վճարած հարկերն են, որ ուզում են 8 ժամյա աշխատանքային օրը կրճատել 7-ի, ու պարզա որ շահառուները այս գաղափարի բոլոր այն աշխատակիցներն են, որ 8 ժամ փոխարինում։ Իդրաֆտում լայկանողները շատ են, ու իշխանությունը պոպուլիստ լինելով գնում է այս ամեն ինչի հետևից, չգիտեմ ուր հասել այդ օրինագիծը, բայց չէ որ մեր հնան կկրճատվի առնվազն 8 բաժանած 7-ի չափով, հա, մի ժամվա չափով անգամ 365 օր ամեն տարի մենք այդ մասով քննարկում արել ենք, այդքան կկրճատվի, բայց քանի որ գործարարները քիչ են, իրանց ձայնը տեղ չի հասնում, խոշորները ասում են դե լավ դրա հետևից չընկնեմ, մի ուրիշ ձև այդ հարցը կլուծեմ, տաբելներով կլուծենք դա, ես իմ ինչ կանեմ, ապա այս հարցը գնում է, բայց Հայաստանը խեղճանալու է դրա արդյունքում։ Ու այն փոխնախարարը այնց ես ժուրնալիստ ուղիղ չեմ լսել այդ խոսքը ժուրնալիստներ հարց տալիս, ով որ ներկայացրել է, բերել է 5 պրոտեստանտ երկրի օրինակ եւ 2 կաթոլիկ երկրի օրինակ։ Դա նշանակում է, որ Արմավենին Աֆրիկայից կամ չգիտեմ Հարավային Ասիայից վերցնես տանես Սիբիր, ինքը հաստատ կաճի սովորական պայմաններում կամ չգիտեմ ընդեղից մի հատ ինչ որ բան բերես Աֆրիկայում դնես կաճի, դա տենց չի։ Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ այլ օրինակները չեն աշխատում այստեղ, ինչի չեն աշխատում, այստեղ կա շատ խորքային բաներ, որոնք հիմնականում գալիս են արդյոք իրանց եկեղեցիները, եկեղեցու մասին չի խոսքը, կրոնի մասին է խոսքը։ Կրոնը գնացել է ռեֆորմի, թե չի գնացել, պրոտեստանտները հենց պրոտեստանտիզմով գնացին դրան, կաթոլիկները դա արեցին 1962-ից 65 թվականին, աշխատանքի հանդեպ վերաբերմունքներ։ Պետք է աշխատանքը լինի առնվազն մեկնության մեջ,
ինքնաճանաչման, ինքնակայացման եւ ինքնակատարելագործման միջոց։ Բայց ես մի վառ դեպք ունեմ, մենք պիտի գնայինք սեպտեմբերի 2-ին ենթադրենք գրքի տոնավաճառի։ Ու ամենագրքասեր մարդը, որ ճանաչում եմ, ժողովի է մասնակցում, ու մենք ասում ենք, որ այս ինչ օրը պետքա գնա, ու ինքը ասում է, պետքա բոլորը գան մասնակցան։ Ասում եմ, սիրելիս, եթե քեզ ուղարկեինք Հռոմ, դու էլի ասելու ես բոլորը ինձ հետ պետք է գան Հռոմ, անգամ քո սիրած աշխատանքը քո գլխում ենթագիտակցության մեջ պատիժը դու ուզում ես մնացածն էլ այդ բանին մասնակցեն դու չէիր ուզում որ իրան գնան կրթվեն չգիտեմ ինչ անեն վայել կարող է դա էլ ուզում բայց ենթագիտակցությունը քեզ ստիպեց որ այդ նախադասությունը ասես համաձայն եմ եկեք համաձայն եմ որովհետև նաև մշակույթի մտածողության խնդիր կա որը ազդում է բոլոր ոլորտների այդ թվում բիզնեսի ու մշակույթի վերադառնալով ես մեր պետություն մասնավոր ես կտոր ուզում եմ փակենք ու հենց լավ հիշեցիք ուզում եի դրան անդրադառնալ կարծես մամուլում տենց անկախ անդրադարձ չեղավ որտեղ եղավ մենակ պաշտոնական հաղորդագրությունը Դիլիջանում տեղի ունեցած այդ բիզնես ֆորումին հա նախ դուք մասնակցում եք դուք ոնց կգնահատեք բավարարված եք ճիշտ էր կազմակերպված ուշացած էր ինքը արդյոք ես տենց որտեղ կհիշեք իմ հարցը որ բարձրացրեցի վերջի անգամ ՓՄԶ ոլորտի հետ վարչապետը հանդիպել էր 2018 թվականի հունիսի 29-ին հետո իմացա արդյունաբերողների հետ էլի 20 թվականին է հանդիպել ու մինչև հիմա չի հանդիպել ու տենց կազմակերպվեց ֆորում որտեղ մարդիկ որոշակի ակնկալիքներով եկան կային մարդիկ բիզնեսներ որոնք եկել էին կոնկրետ հարց լուծելու ոչ հարց տվեցին ոչ բան դա էլ եմ հասկանում իրենք գալիս է կոնկրետ նախարար կամ փոխվարչապետ տեսնի որ մի հատ էլ ասի այս հարցը սենց բայց ի սկզբանե հայտարարված նպատակը հենց վարչապետի կողմից որ ասում էր որ մենք հասկանում ենք որ տնտեսական ռեֆորմները այդքան էլ լավ չենք մտածում եկեք երկխոսություն անենք չէ հիմա ազդեց այդ ինչ որ հայտարարվել էր դա տեղի ունեցավ եւ երկրորդ հարցը ինքը ուշացած էր թե ուշացած չէր ես միշտ պատկերավոր եմ մտածում որ դուք ասում եք գլխիս մեջ բանը այն երկու աստղ հաղորդում կար որ մի հատ պրոֆեսիոնալ էր անում մի հատ հաղորդավար երկում էին հա այ մոտարապես տենց մի բան էր որ նախարար էր եւ միության ղեկավար էր ու իրանք կարող է պրոֆեսիոնալության տարբեր մակարդակի բայց նույն երկն էին երկում այս էր գլխիս մեջ պատկերը կարող է սխալ եմ պատկերացնում բայց էս է եկել առաջի անգամ այդ որ տեսնում էի որ երկու նախարար են նստած երկու ասոցիացիայի ղեկավարներ իրանց մեջ բանավեճ չկար իրանց մեջ հակասություններ չկար կամ այդ հակասությունները սենց քողարկված էին տրվում առաջ բան այդ ես ուղիղ խոսելու կողմնակից եմ հստակ արտահայտվելու կողմնակից եմ ընդհանրապես նպատակները դրա համար չի եթե տենց մենակ բան չի եթե դու ուզում ես ճշմարտությունը իմանաս պիտի վեճ լինի երբ որ երկու մարդ եկել են տենց շողոքորթելու կամ չէ ինչ որ ձևեր են գտնում որ շատ մեղմասացություններով դրանք առաջ տանեն այդ բաները այդտեղ խնդիրը մի քիչ փրկեց իրավիճակը մի քանի հարց դահլիճից որ այդ սովետական միության ԽՄԿԿ-ի համագումար չհիշեցնի բանը այդ մի քանի հարցերը ըմբոստ այն ժամանակ էլ Սախարովն էր տալիս էլի տենց հարցեր բայց ցավոք սրտի այդ ըմբոստ հարցերը այն որ դու ասում ես այն կարմիր չգիտեմ վերնաշապիկով տղամարդուն սպանեցին ոչ թե խոսում են սպանեցին թե չսպանեցին ասում են այդքան էլ կարմիր չէր պուտիկներ կար ոնց ըստ էության չեն ճիշտ եք ասում ընդհանրապես դա մենակ այդտեղ չի ես հիմա դաշտում եմ նայում երբ որ մարդիկ խնդիր են բարձրաձայնում իրանք սկսում են խորանալ նրա վրա նախկինն այդ մարդը ներկա է այդ ձեր ասած ինչ շոր է հակել կամ ինչի է այդ հարցը տեղ տա չեն ըստ էության չեն խորանում մարդը ըստ էության ճիշտ բան ասում թե չէ սպանություն տեղի ունեցել թե ոչ չի ունեցել հա իսկ այնտեղ սկսում են այդ երանգների վրա գնալ էսա խնդիրը այսինքն մենք դեռ որպես հասարակություն չենք հասել այն մակարդակի, որ երկխոսությունը լինի բովանդակության վերաբերյալ,
այլ դեռ ձևերը հաղթում են։ Այս մենակ իշխանության խնդիր չի, ամբողջ հասարակության մեջ էս բանը այդ կշռակարը քաշումը դեպի ձևը, ցավոք։ Հիպիների շարժումը, որ եկել էր Հայաստան, հիմնականում ձևներ եկել այդ երկար մազեր եւ այլն, հոլիդեյ շալվարներ կամ հետո պանկիների շարժումը, բիթլերի շարժումը եւ այլն, բայց այդ ազատականությունը ես ուսումնասիրել եմ մի քիչ այս կտորը 1-2 մարդեր կրում են շատ քիչ հիմնականում ձևի հետևից են եկել։ Մենք պետք է կարողանանք ձևից անցնենք բովանդակության։ Ու ինձ թվում է դա երկու կողմին է պետք ու առաջի հերթին քաղաքական պատասխանատուների ի վերջո Դե sense տենենց իշխանությունը ցանկացած իշխանություն դա հասարակության վատ կամ լավ երեխան այլ։ Կանք մի կտորի էլ խոսենք, մենք առիթ ունեցանք, որ Եվրոպական առևտրի պալատի հետ մենք հանդիպում ունեցանք, կարծեմ մի տարի չէ արդեն, թե մի տարի, թե 2 տարի առաջ, մի տարի առաջ։ Ու մենք դե բնական է այդպես հանդիպումներ անդադ լինում են, որ չէ, ասում են, սենց որ անեք լավ կլինի, սենց որ անեք եւ այլն։ Այդտեղ մենք այս պահի դրությամբ էլի որ նայում ենք հիմա այդ դիլեման էլ կա այտենց շատ շուտ մանավանդ էլի առանց խորքային մտածելու այտենց կտրուկ դեպի եվրոպական միություն ինչ որ մարդիկ ասում են ժողովուրդ նա տնտեսության թվերը նայեք էլի ասենք ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի շուկան եւ այլն էլ ու այստեղ նաև շատ կարևոր է մեր նախազրույցի ժամանակ շատ կարևոր կտորին անդրադարձակ այդ բանի գյուղատնտեսությունը ու գյուղատնտեսության նկատմամբ ընդհանրապես էս հիմա տարվող քաղաքականությունները ու իմ կարծիքով այսօր ամենաառաջնային հարցը նաև այդ է որ մենք նայում ենք աշխարհի տրենդերը երևի տեսած կլինեք մի օր թե երկու օր առաջ օրինակ Գերմանիայում այդ նոր ձևավորվող կառավարությունը 3 կուսակցությունները որ համագործակցության մեմորանդում արեցին տնտեսության կտորում էլի նույն բանն էր գրված ինչ որ Ամերիկայի նոր նախագահան որ ասում էր America first, հա հիմա այստեղ գերմանացիք չնայած իրենք միշտ փայլել են դրանով made in Germany-ին որ first, բայց այդ էլի կարմիր գծով անցնում էր դա, այսինքն տեղական արտադրությունը։ Բնական է գլոբալ աշխարհում այսօր շատ է թվային բաները, որ մի քիչ շատ դժվար կլինի այտենց շատ առաջնային քո product-ը տանես, բայց դա ինքնիշխանության ու անկախության ամենակարևոր կտորն է, տնտեսական անկախության էլ։ Այ մեր մոտ տեսնում եք այդ նախ առաջինը այդ բարենային, այսպես ասած հայկական ապրանքի նկատմամբ ուղղվող քաղաքականությունները կամ ընդհանրապես քաղաքականությունները, որ փոխվում են հիմա այդ խոշոր խաղացող տերությունները, որ ասում եմ տնտեսություններում կարող է մոտ այտենց աչքի ընկնում որ միշտ այդ made in Armenian ինձ հետաքրքիր է եղել, բայց տեսնում եմ բոլորի մոտ այդ բանը փոխվում է, այսինքն ասում են այդ ազատ տնտեսականը հասկացանք, բայց հիմա մենք մեր տնտեսությունները պետք է փրկենք։ Հիմա այս պահին ամենաշատը միացյալ նո առաջինը դեմ եմ համեմատությանը աշխարհի առաջի էքսպորտյորի, երրորդ էքսպորտյորի, չէ, առաջի մեծ տնտեսության եւ երկրորդ էքսպորտյորի Գերմանիան, Ամերիկա, Գերմանիա ու Հայաստանի խնդիրները նույնականացնելու, բայց անգամ Միացյալ Նահանգների տնտեսությունը եթե վերցնեք, այս Թրամփյան դեռ փոքր միջամտություններից, տարիֆների, ով է ամենաշատը դժում, հենց ամերիկյան արտադրողները։ Apple-ը ինչի չտարավ իր արտադրությունը Միացյալ Նահանգներ, այլ տեղափոխեց Չինաստանից Հնդկաստան կամ Վիետնամ։ Ամերիկայի համար ապրանքները մնացած աշխարհի համար էլի Չինաստանում արտադրվում։ Եթե դա լավ լուծում էր, ապա առաջինը աշխարհի մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունը կգնար դրան։ Լիդերը աշխարհի բիզնեսի ցույց է տալիս, որ սխալ է այդ ճանապարհը։ Հետո այսօր օրինակ Հայաստանում հավաքում են դրոն։ Այդ կոմպոնենտները ամբողջ աշխարհից է։ Ամբողջ։ Ու եթե անգամ դու մենակ Չինաստանի վրա հույս դնես, չգիտեմ, ինչ որ լոգիստիկ կանալներ փակվելու պատճառով դու չես կարող արտադրես։ Կամ մենք իսկ բարենային կտորը պոլիգրաֆիայով ենք զբաղվում։ Այսօր ամբողջ աշխարհից այդ նյութերը բերում ենք, թղթերը, չգիտեմ, ներկերը եւ այլն, մնացած պարագաները։
ու դու չես կարա այդ ահես մենակ Հայաստանում մյուս կողմից էս որ արդեն պրոտեկցիոնիզմի մասին է խոսքը Հայաստանի Հանրապետությունը առնվազն 30 տարի ես նես չանեմ որ մենակ այս իշխանության բաղջումա խնդիրը նախորդ իշխանություններն էր պոլիգրաֆիայի դաշտում սենց է գրքի պոլիգրաֆիայի դաշտում որ գիրքը Փառք Աստծո երբ որ հատումը դրսից գալիս է Հայաստան չի հարկվում որովհետև դա ինֆորմացիա է ինֆորմացիայի ազատություն պիտի քաղաքացին ունեն չպետք է թանկանը բայց երբ որ թուղթը գրքի համար է գալիս կամ մնացած պարագաներն են գալիս ապա հարկվում ու ստացվում է որ քո հրատարակչին ձեռնտու է տանել Չինաստանում, Թուրքիայում, չգիտեմ որտեղ տպել, քան իր սեփական տպարանում։ Իր սեփական տպարանում։ Մենք լիքը գրքեր տպում ենք Հայաստանից դուրս։ Որ ինչի, որովհետև մեր պետությունը այսպեսի քաղաքականություն է վարում։ Այսինքն եթե դուք բերում եք բանի օրինակը Գերմանիայի կամ Միացյալ Նահանգների, որ իրանք փորձում են պաշտպանել իրենց արտադրողին, ապա մեր պետությունը փորձում է պաշտպանել թուրք արտադրողին, չինացի արտադրողին, չգիտեմ ինչ արտադրողի, բայց ոչ իր։ Այս հակառակ բանն եմ ցույց տալիս։ Բայց համոզված եմ, որ սա ոչ թե ինչ որ մեկը հատուկ դրել է որ սենց լինի, այլ ուղղակի փնտրության արդյունք է, լոբինգի բացակայության արդյունք է, որովհետև գրքով երբեք խոշոր ընկերություն չի զբաղվել, որ պատգամավոր ունենա, այդ հարցը գնան լուծեն, բայց երբ որ օրինակ դա վերաբերվում էր կարտոնին, սիգարետին, չգիտեմ ինչին, ապա այդ հարցերը շատ արագ լուծվում էին։ Չգիտեմ հիմա կա այդ տողը թե չէ, ես հիշում եմ, որ մեր ավելացված արժեքի մասին օրենքում դեռ օրենքում էլի ոչ թե օրենսգիրքում օրենքում կար կետ որ կոնկրետ թղթի տեսակ էր ազատված բանից ավելացված արժեքի հարկից որը խոշոր օլիգարխ էր օգտագործում այսինքն դրել էին այդ մենակ է տարել մնացածի գրքի թուղթ բան մնացել էր այդ հարկերի տակ Էսա խնդիրը, որ անգամ քո պետությունը այս իր արտադրողի գլխացավը չի հասկանում, չի տեսնում, որ ինչի այդ ավելացված արժեքը գնա ուրիշ երկրում մնա, թող ստեղծվի։ Այդտեղ ինձ թվում է դուք այդ մասով համաձայն կլինեք, որ պարենային կտորը այնուամենայնիվ այդտեղ հարցեր կան, որոնք չպետք է նայել որպես բիզնես Ես կողմ եմ ձեր ասացին, տեսեք, բայց 2008 թվականին շատ հետաքրքիր մի սեմինարի եմ մասնակցել, Հրանտ Բագրատյանն էր վարում, և պատմեց սենց մի բան, ես կարող ասխալ վերարտադրեմ, բայց ոնց ընկալել եմ այդպես, որ երկրորդ համաշխարհային պատերազմ մեկնեցին շատ մեծ թվով Հայաստանի տղամարդիկ, բոլորին տարել էին գրեթե, Եվ նրանց մի մասը զոհվեց, մի մասը վերադարձավ, մի մասը առողջ, մի մասը անառողջ։ Եվ իրենք իրենց հետ այդ 5 տարվա կամ ավել ֆրոնտային մշակույթից բերեցին ցորենի օղի խմելու մշակույթ։ Մինչ այդ Հայաստանում խմում էին գարեջուր, գինի եւ քաշած մրգային օղիներ։ Ու մենք դարձանք կախված փաստորեն հացահատիկը օգտագործում էր սպիրտի համար, սպիրտը ստրատեգիական էր, մյուս կողմից հացահատիկը հացի համար էլ ստրատեգիական է։ Անկախության ժամանակաշրջանից այդ ակտուալությունը այդ հարցի ավելի մեծացավ։ Բայց եթե մենք իրար հետ մի հատ մեր ժողով անենք, ասենք ժողովուրդ, վերջապես էս մեր խնձորի, տանձի, չգիտեմ, ծիրանի, դեղցի եւ այլ օղիները, կամ չգիտեմ, գինիների մշակույթը կամաց զարգանում է, գարեջուրը ամենալավն է աշխարհում, չգիտեմ, հիանում եմ մեր գարեջուրը, մակարդակով, որակով։ Եթե մենք հասկանանք, որ սա մեր պետության համար ստրատեգիական է, եւ օրինակ վաղվանից որոշում կայացնենք, որ անցնում ենք այս խմիչքների, ապա մենք լիքը բաներով կդառնանք էապես անկախ։ Այսինքն շատ կարևոր է այդ մշակույթի փոփոխությունը։ Ես բանը կդնեի այդ կողմ։ Դուք իհարկե կողմ եք նաև, որ պետությունը պետքա քաղաքականություններով տա, որ պարենային անվտանգություն լինի, իհարկե, բայց որպեսզի դրանք լինեն մնայուն,
այդ ժամանակ պետքա մշակույթ փոխես։ Ու ճիշտն ասած, այդ օրվանից ես էլ երբեք ծորենի օղի չեմ խմել։ Դա իմ վրա ազդեց կոնկրետ այդ զրույցը, այդ հանդիպումը։ Ես մրգային օղիներ եմ խմում 2008-ից քանի տարի, այսքան տարի։ Ես ասում բերելով, գիտեք, մեր ասոցիացիան այն ամենա ծանր սեգմենտն է իր վրա վերցրել գերփոքր բիզնեսի, որը այս մեր այսօրվա մեր զրույցի խոսակցության ընթացքում բոլոր հարցերով մենք այդտեղ թերացումներ ունենք, թե բիզնես կրթության, թե բիզնես մշակույթի հետ կապված այդտեղ ակնհայտ երևում է, էլի, որ մարդիկ գնահատեն այդ ասոցիացիաների դերը, մասնակցությունը եւ այլն։ Ընդ որում ձեր խոսքում ասեք, այդտեղ միայն կարևոր չի այդ անդամավճարներով, այլ մարդը հենց իր մասնակցությամբ, իր ձայնով, իր Facebook-ի էջը դրա նպաստող բան տա, կիսվի, չգիտեմ, 1000 մի բան։ Այդտեղ խնդիր ունենք, բայց հենց այդ օրինակ իրանց կողմից էս վերջերս շատ բարձրաձայնվում է այդ on-line առևտրի հարթակները, որ տենց դրսի հիմնականում ռուսական երկու հայտնիները, որ հայտնվել են մեր շուկա ու իրանց կոնկրետ վնասում են։ Ես անդադ այդ խոսում եմ, որ այդտեղ գուցե հիմքում դրված էր, որ դե ինչա մրցակցությունա դուք էլ արեք եւ այլն, բայց ես գնալով ավելի վստահ եմ դառնում, որ այտենց ինքը հզոր չէր լինի, եթե այնտեղ պետական թեկուզ թաքնված աջակցություն չլներ, կարծում եմ նույնիսկ հատուկ ծառայություններով թաքնված աջակցություն, ամենայն դեպս ինչ վերաբերում է Վալդբերիսին, իրանք այդ Վալդբերիսի վնասաբեր գործունեությունը ամուսնացնելով իրանց այդ ամենախոշոր գովազդային ընկերության հետ սարքեցին շահութաբեր ու ինչքան հիշում եմ, այս տարի 100 միլիարդ ռուբլի շահույթ է ստացել։ Այսինքն այդտեղ այնուամենայնիվ, բայց չէ որ այդ երկու մարդը հանդիպել էին Պուտինի մոտ։ Այսինքն այնուամենայնիվ այդտեղ պետական էլի մասնակցություն կա, թաքնված ձեռքով, ոչ թաքնված եւ հիմա մենք թողել ենք մերոնց ոնց որ մեր փոքրերին կներեք բառիս համար անտեր ու ասում ենք դե մրցիր այդ։ Այդտեղ նախ էլի ես անընդհատ իմ խոսքում ասում եմ անվտանգության պարենային ու ոչ պարենային ավելի շատ ապրանքների անվտանգության հարց կա, որտեղ մարդիկ սկսում են քիչ բերել, ասում են դա բոլորի տնեցի կնդեղից բան։ Այս վերջերս մի հատ հետաքրքիր էլի մեզ դիմեցին ասոցիացիայով այդ ոչ պարենային ապրանքների, որ բերում են, այդտեղ բանի խնդիր կա, գիտեք, երբ սերտիֆիկացման նաև խնդիր կա, շուկայի տեսչությունը մտել էր ու գանել էր այս մարդուն ու ինքը տենց ահագին բան խնդիրների մեջ է։ Ես չեմ ասում, որ այդ կանոնը պետք է չլինի եւ այլն, բայց շղթայի մեջ, ասենք ներմուծողը ուրիշ է, ինքը վերջի սպառողին եկել է ասում դա այն ա տվել ինձ, ասում են դերքիր չի, ես քո տաղավարում եմ տեսել, այս մարդը ֆռում ասում բայց այս նույն ապրանքից Վալդբերիսում կա, դու կարաս իրան էլ դու գանես, ասում չէ, դա Հայաստան չի։ Այսինքն եւս մի հատ խնդիր, որ ստացվում է կարող է ձեր ոլորտից շատ եմ հեռանում, բայց որպես բիզնես ամենաշատը երևի մեր ոլորտի խնդիրներին անդրադառնում, որովհետեւ գրախանութը շատ կարեւոր կտոր է մեր ոլորտի, իսկ դա հնարավորություն է տալիս շրջանցել գրախանութը Այս չգիտեի, որ գրքի ոլորտը մոտ է, հա։ Այսինքն հիմա նայեք, ստացվում է, որ եթե թողենք ինքնակարգավորման, կարող է ինչ-որ մի պահի ինչ-որ բան տենց սկսեն համակարգել, բայց այդ ինչ-որ մի պահի ինչ-որ հավաքվել, դա ժամանակ է, այսինքն հիմա ես որ նայում եմ, ես արդեն քանի տարի արդում ասում ենք, որ ժողովուրդ լավ է այդ on-line-ը, բայց եկեք մերը լինի, մեր հայկականը լինի, հավասար կանոններ։ Հիմա այսին բերած վերջի օրինակը ընդհանրապես մի շաբաթ առաջ էր այդ կինը գրել մեզ ակտով շուկայի տեսչության բան ու այդ նույն հարցն էր ասում, նույն ապրանքը կա Վալդբերիսում, Իրան չեն դու գան, որտեղ ֆիզիկապես չկա, հա, դիմացի կողմ ինչ որ ռուսական բանն է, ինչա մարքեթպլեյսի մասնակից է։ Ինչ որ մարդ է։ Հա, ասում եմ, ես այստեղ իրանց ժիվո իրանց դեմը կանգնած եմ, բայց ես մեղավոր եմ, էլի։ Այս այդ գլոբալիզացիայի բանել էլի ստացվում է կտորներ կան, որ նոր տեխնոլոգիաներ ասում ենք, հա հարմար է, չէ, տենց սպառող ասում է, բերեք իմ տուն, տենց պետք է մտնես սպառողի տուն, տենաս, էլի ինչա իրան պետք, չէ, սա, բայց ինքնուրույն մանավանդ որ անդհատես նշում եմ, կհիշեք դիլիջանում էլ այդ մասին ասացի, որ 3-4 տարի է ՓՄԶ աջակցության պետական կառույց չկա, այսինքն լավ թե վատ կար ինչ որ կառույց, որը նաև այդ տրեյնինգ էր անում, ինչ որ բաներ էր սովորացնում աջակցության ծրա, այդ էլ չկա։ Ես կարծում եմ այս ամենակարևոր կտորին դուք եկաք, այդ կրթության կտորին, մեզ մոտ ամենակաղավացող բանը ու բոլոր խնդիրների
կամ ամնիչական արմատը, կամ արմատը կրթության ցածր մակարդակն է։ Ու այլ նորից էլի այս մենակ այս իշխանության բախչեն չեմ բանանում, որովհետև էլի 30 տարի էս խնդիրը կա, գնալով շատ ավելի վատ վիճակներ են ունեցել, քան հիմա։ Բայց կրթությունը ցավոք սրտի մենք հասկանում ենք դպրոց եւ բուհ ու վերջ։ Կրթությունը սկսվում է մամայի ու երեխու զրույցից։ Հիմա մենք դրան դաստիարակություն ենք ասում։ Կրթությունը սկսում է նրանից, թե հայրը կամ մայրը երեխու հետ թանգարան են գնում, թե պատկերասրահ են գնում, ինչ խաղեր են խաղում, ինչից են խոսում տանը եւ այլն։ Եթե ու այդ խոսալն էլ այդքան կարևոր չի, վարքագիծը։ Ես հետազոտություն տեսա, թե որ երկրներ, որ կան 95 երկրի համար կային, թե ծնողները ինչի վրա են ակցենտավորում դաստիարակելիս, օրինակ քրտնաջան աշխատանքի։ Ու մտածեցի, թեզը սենց էր, որ որտեղ շատ են խոսում աշխատանքից, այնտեղ հնան հավանաբար բարձր կլինի, հա։ Դրեցի, հետազոտեցի ու տեսա հակառակ պատկեր։ Օրինակ Շվեդիայում փաստորեն առհասարակ չեն խոսում աշխատանքի կարևորությունից։ Երբ որ խորքային հետազոտություն արեցի գրականությունով, էքսպերտներով, շվեդական կյանքը ուսումնասիրող մարդկանց հետ, պարզվեց, որ իրանք առհասարակ իրանց երեխեքի հետ աշխատանքից չեն խոսում։ Իրանք ուղղակի ցույց են տալիս։ Իրանք աշխատում են, երեխեն էլ տեսնում աշխատում։ Հիմա քանի ծնող կասի, որ ես իմ ծխելով իմ երեխայի հետ ասեցի տղա ջան, մի ծխի, ու ինքն էլ չծխեց։ Ինքը ոչ միայն ծխեց, այլ նաև այս բռնելու ձևը ընդօրինակեց, այս հայաթում շպրտելու կամ բնության մեջ շպրտելու ձևը ընդօրինակեց, պատուհանից շպրտելու ձևը ընդօրինակեց։ Երեխեքը հայերեն ասած կոպի են անում մեր վարքագիծը։ Հայերեն ասած, հա։ Գրական մաքուր զուլալ հայերենով կոպի են անում մեր վարքագիծը։ Ու այն լոլոները, որ պետք է անել։ Ու դերից եկավ մի ուրիշ բան, որ լսիս կարող է ուրիշ տեղերել կա խնդիր։ Օրինակ, որ մարդիկ են ամենաշատը Աստված բառը օգտագործում, որ մարդիկ են ամենաշատը հայրենիք բառը օգտագործում։ Ու հիմա հետազոտություն եմ անում աշխարհի մակարդակով, հայրենիք բառը ինչքան շատ են օգտագործում ու դա համեմատում եմ արտագաղթի հետ։ Ես կարծում եմ, որ այստեղ կապ կա։ Դա միջև այդ հետազոտությունը կանեք ձեր ասացի հետ բանը marketplace-ի հետ կապված դուք ասեցիք այդ ռեգուլիրովկաները, որին իհարկե համաձայն են պետք է արվի, բայց տեսեք մենք ինչ ունենք ցանկացած գիրք marketplace-ով գալիս է Հայաստանցում։ Բայց երբ որ ներմուծողը գիրք է ներմուծում Հայաստան, ապա կապ չունի հայերեն, թե անգլերեն, ռուսերեն, ինչ լեզվով։ Ապա այդ ցուցակները բրոկերից պահանջում են, որ տարվի ԱԱՑ։ Ու հենց հիմա իմ սեղանին դրած է մի հատ ԱԱՑ-ից թուղթ, որ ինձնից պահանջում են, թե այս ինչ գրքեր են, ինչ մեջը գրած, մանկական գրքեր են, բայց այդ չի հարց, կարող է մանկական չլինեն։ Ինչ է տեղի ունեցել։ Մեր սահմանը իմ համոզմամբ, մեր սահմանադրության խախտմամբ կնքվել է ԵԱՏՄ համաձայնագիրը, որտեղ գրվել է, որ ԵԱՏՄ երկրներից դուրս երկրներից երբ որ գիրք է գալիս, ապա դրանք պետքա գնան ԱԱՑ, չգնան ԱԱՑ, ստուգվեն, ինչից 4 տիպի բաներ։ Մեկը որ մանկական պորնոգրաֆիա համաձայն է, բայց հեսա կասեմ աբսուրդը որտեղ է։ Լավ, մի անգամից ասեմ։ Ով է պորնոն գրքով ուսումնասիրում։ Առհասարակ Հայաստանում 1%-ն է գիրք կարդում։ 99%-ը իր հարցերը լուծում է հեռախոսով, ինտերնետով։ Այսինքն դուք եթե ուզում եք մանուկներին բան անել, զերծ պահել դրանից, այն 99%-ի վրա չեք աշխատում, այս 1%-ի վրա եք աշխատում։ Այս մեկ։ Միջ ազգային խտրականություն եւ այլն, էլի ճիշտ է, բայց նորից ինֆորմացիան որ դիք չեն ստանում,
տերորիստական գործունեության հետ կապված ինչ որ բաներ, այսինքն պայթուցիկ Հետո բոլոր այդ հսկում հիմա ասում եմ պայթուցիկ այդ բաները ոնց են սարքում, ինչ տերորիստական բաներ կան, էլի քանի տերորիստա գրքով կարդում, ոչ թե ինտերնետից վերցնում պատրաստի ռեցեպտները, եւ ամենացավոտը մեր համար սվաստիկայի հետ կապված։ Երբ որ մեր սիմվոլը հենց սվաստիկան է։ Գնացեք Նորավանքի պատերի վրա, աչուց թար բան ձախ պտույտով սվաստիկաներ են սա։ Այսինքն եթե ես Նորավանքի մասին գիրք եմ տպում դիցուկ Իտալիայում բերում Հայաստան, ապա մեր մաքսայինը թույլ չի տալիս։ Հիմա իսկ այդ ոնց բաներում նույն գիրքը marketplace-ով կհանգիստ գալիս։ Ես ինչ կանեի, որովհետև դա մի հատիկ գրքերից չանցնելու, ինչ կանեի։ Լավ, դուք անգամ ստիպված եք եղել այդ օրենքը ստորագրել, գնալ բանանել։ Չէ որ հավանաբար այդ ԱԱԾ-ականը պետք է, եթե ուզում եք ԱԱԾ-ն անի, մաքսայինի գործունեությունը, բայց լավ, ձեր մտքով անցել է բան ԱԱԾ-ն անի, ԱԱԾ-ական պետք է լինի մաքսայինում։ Ինքը կարար աչքի տակով այդ ամեն ինչ նայեր ու սուսուփուս անցներ, բայց դուք հարկատուին չստիպեիք, որ ինքը այդ գնա այդ անազատ քայլին ու Հայաստանում փաստորեն մտքի սահմանափակում լինի։ Դուք կարայիք անվտանգության կտորով դա նենց անեք, որ չհասնի քաղաքացուն։ Ինչի պիտի ես իմանամ, որ բոլոր գրքերը Հայաստանի գնում են ու ԱԱԾ-ականը դնում կարդում է ու ասում է այդ լինի Հայաստանի շուկայում, թե չէ։ Ցենզուրան էլ ո՞նց է լինում։ Խնդրեմ, ես էլի որ ռեալ բիզնեսը բանա խնդիր ունի, իսկ marketplace-ը չունի։ Հենց դա, այսինքն մրցակցություն, եթե ասում ենք, նաև այդ խնդիրն է ու այս ինչի ես տրամաբանական իմ նախորդ հարցից եկա, որ ասում եմ տեղական արտադրողին պաշտպանենք, ստե ոչ միայն արտադրողի հարցն է նաև, արդեն որ հավասար մրցակցային պայմանները, որը ոչ մի ձև չի կարգավորվում ու շատ դեպքերում ես վախենում եմ, որ նրա գերիշխանությունը շուկայում էլի բերելու է մեր բիզնեսի մաշվելուն, էլի։ Շատ դեպ պարոն Մարտիրոսյան, իսկ ամփոփելով այնուամենայնիվ այս բիզնես մշակույթի մեր հաղորդի մեր հաղորդումը մոտենում ավարտին, այս այդ երկխոսության ու թիրախավորման այդ մասով, որ մենք տարբեր դեպքերում տեսնում ենք, որ անընդհատ այդ բիզնեսը փորձում է իր խնդիրը բարձրաձայնի, տեղ չի հասնում, ինքը տնցի հաստատվում է, մենք նախազրույցում նաև խոսեցինք, որ կա նաև տրամադրվածության խնդիր, ասենք նույն մեր Արցախի հայաթափման խնդիրը չէ, ասենք թվում է թե բիզնեսի հետ կապ չունի, բայց մարդկանց մոտ այդ ամեն ինչը բերում է այդ բերելա տրամադրությունների նախ երկար տարիների փորձ ունեք, կառավարությունների հետ տարբեր աշխատել եք, ոնց կամփոփեիք, էլի ինչ ուղերձ եւս մի անգամ մերս խողովակ օգտագործելով։ Ես կարծում եմ, որ կամ այս կառավարությունը, ստեղից սկսած, որովհետև նենց չի, որ էլի մենակ իրանք են, միշտ էլ տենց է եղել։ Պետքա ինչ շատ է դուր գալիս, երբ որ ինչքան հիշում եմ Գերմանիայի կանցլերը նոր ասեց, Հարիսը իր այս պարտվելուց հետո առաջի ելույթում խոսեց, Թրամփը խոսեց, որ իրանք երբ որ ընտրվում են, իրանք ամբողջ պետության ղեկավարն են, ոչ թե իրանց ընտրողները։ Այս շատ կարևոր կտոր է, որ կամ մեր իշխանությունը հասկանում է, կամ մենք հաջորդ իշխանությանը, երբ որ կընտրենք, ապա այս պատգամը մեջները դրած կլնենք, պայման կլինի, որ կամ դուք գալիս եք որպես ու չի կարելի երբեք պարակտել։ Այո, այդ ամենախնդիրն է։ Երբ որ դու պարակտում ես, այդտեղ սկսում են խնդիրները։ Դու պարակտում ես, օրինակ, այս 7 ժամը 8 ժամ, հա, դու աշխատավարձով աշխատողներին պարակտում ես իրական ստեղծողների հետ ես լարում, պետական չինովնիկներին էլի բանի աշխատատեղ ստեղծողների հետ ես լարում, դու անընդհատ այս քաղաքացիներին, որոնք կարան էժան ապրանք ստանան, լարում ես հնաստեղծողների հետ եւ մնացած այն բաները, այսինքն կամ դու դար ու դուք դրանից հետո դարձեք ամբողջ պետության իշխանություն, կամ երկար չի տևելու այս ամեն ինչ,
որովհետև սա քայքայում է մեզ։ Հիմա դեմոն չի հիշեմ, Տեր-Պետրոսյանը այն ժամանակվանից ասում էր, ես գնացի հրաժարականի, քանի որ ակնհայտ տեսնում էի այդ քաղաքացիական պատերազմի վտանգը։ Պարտադիր չի իրար վրա հրացանից կրակեն։ Երբեմն խոսքը ավելի խոցելի է, երբեմն վիրավորանքը երբեք չես կարա վերանորոգես, դա մտնում է շատ, ու այս կտորը մենք ինչ ենք անում այսօր իրականում, հասարակության մի մասը հայհոյում է մյուս մասին, մյուս մասը հայհոյում է այն մյուս մասին, ու անգամ այն մարդիկ, ու ես կարծում եմ իրանք մեծամասնությունն են, ովքեր չեն մասնակցում այս հայհոյանքի մեջ, իրանք ամենաշատն են դուժում, որովհետև իրանք լսում են այդ աղբը։ Մենք անընդհատ խոսում ենք մաքրությունից, այս 3 օր առաջ շաբաթօրյակ էին անում, երբ պիտի Հայաստանի մեդիաներում շաբաթօրյակ լինի, երբ պիտի դադարենք հայհոյելուց կամ չգիտեմ իրար վիրավորելուց ու անցնենք բովանդակային զրույցի, երբ պիտի մեզ մոտ քննադատական մտածողությունը կամ սխալը վերլուծելու այդ մշակույթը գա ու հանգիստ մարդը լսի, թե այն մյուսի կարծիքով իր սխալը, չէ՞ որ այդ ամենաշատը այս մարդուն է պետք, ով որ սխալը արել է։ Ես համաձայն եմ, որ գլոբալ ամենամեծ խնդիրը սա մեր երկխոսության պակասն է։ Քննադատդ ամենամեծ ընկերդ է, որովհետև դա քո սխալն է։ Եթե քո սխալն է, մի կողմից կամ դու կպարզես, որ դա քո սխալն է, էլ չես անի այդ սխալը, կամ կտեսնես, որ դու ճիշտ էիր, կշարունակես այդ քո ճիշտը։ Բայց դա քո խնդիրն է, դա քո տունն է քանդելու։ Շնորհակալ եմ, այսպեսի հետաքրքիր զրույց ստացվեց Անտարես ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք, մենք էլի հարցեր ունենք, բայց մեր ժամանակը սպառվեց, հույսով եմ խոստումով, որ էլի կհանդիպենք։ Այսքանն էր այսօրվա Հարկեր Թուրքեր կրքերը, լավ եղեք, փորձեք առողջ երկխոսություն ապահովել։ Շնորհակալ եմ։